Մերոնք կետե եմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Քարոզարշավի վերջին օրերն են, ես ինչպես եւ խոստացել էի, դեռ պիտի անդրադառնամ Սամվել Կարապետյանին եւ վերջինը Նիկոլ Փաշինյանն է, բայց այն աղբը, որ այսօր տիրում է հարթակներում, չեմ ուզում դրան անդրադառնալ, չեմ ուզում խոսել ով ինչ ավանակաբարո արտահայտություն է անում, ով ինչ գորգորոց է գցում հանրայինի SN-ի եթերում, մի զավեշտալի իրավիճակի ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, չնայեք ձեր ջղերը չփչացնեք, այնուամենայնիվ, պիտի շարունակենք ով է, այսպես ասած, ենթավեռնագիրը, եւ այսօր Սամվել Կարապետյանի հերթնե վարչապետի թեկնածու կամ ինչպես ինքն ասեց, ես անհարմար չեմ զգում, երբ որ ինձ ասում են Կալուգացի Սամո, դե մարդը այնտեղ իր կյանքի մեծ մասն անցկացրել եւ այսպես շարունակ։ Կալուգացի Սամո կամ Սամվել Կարապետյան։ Ինչու որոշեց հայտ ներկայացնել, որ դառնա, չգիտեմ, մեր երկրի վարչապետը։ Եվ ոչ ավել, ոչ պակաս, հույսը հաստ գրպանն է, իր հնարավորությունները մարդկանց փող բաժանելը, ինչպես տեսնում ենք, եւ այնպես չի, որ իշխանությունները ստում են, այո, այդ մարդիկ փող են բաժանում եւ կարգին փողեր, ասենք, եթե Քոչարյան Ռոբերտը կամ, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանը ժամանակին մի 5-10 հազարի հարց էին լուծում, ասենք, ընտանիքի ամեն անդամին, այս մարդը 100 հազարի է լուծում, ինքը շատ ունի, Forbes-ի միլիարդատերերից է եւ որոշել է, որ հնարավոր է, եթե պետությունը թույլ տա իշխանությունը լռեն, հնարավոր է, որ Սամվել Կարապետյանը, ասենք, առնի 1 միլիոն մարդ, եթե այդքան ձայն է իրեն պետք ունի այդքան փող եւ բացարձակ խնդիր չունի։ Բայց ուր է գնալու եւ ուր է տանելու։ Դիցուկ մի պահ եկեք պատկերացնենք։ Սամվել Կարապետյանը Հայաստանի ժողովրդին չի հարստահարել, չի թալանել։ Թալանել է Ռուսաստանի ժողովրդին, այսպես ասենք, կոպիտ գրեհիկ մի բան, որ մեզ ինչ թե ում է թալանել, էլի, այնտեղ է թալանել, այստեղ չի թալանել։ Մեծ հաշվով դա բնավորության գիծ է, այստեղ լինի թե այնտեղ։ Եթե մարդը կարողացել է շրջանցել, ստեղծել, իսկ Ռուսաստանի նման երկրում ավտորիտար համակարգով դու չես կարող առանց օրենքը շրջանցելու միլիարդներ աշխատել, դրա լավը այսպես էլ այնպես էլ չես հասկանում թե որն է։ Մարդու ձեռքը սովոր է։ Մի անգամ մի ընկեր հրաձայնեց հայրը գրպանահատ էր։ Հետաքրքիր պատմություն է։ Հայրը գրպանահատ էր եւ արդեն 70-ն անց էր, հրաձայնեց, ասեց խնդրում եմ, արի էլի, արի քաղմաս, արի օգնի, կարող է քեզ խոսքը լսեն, ես էլ լրագրող եմ, ասաց ինչ է եղել, թե պապային բռնել են։ Գնացի, պարզվեց հայրը, ով կարծես թե այդ մասնագիտությամբ վաղուց էլ չէր զբաղվում, արդեն իր բաժին պատիժները կրել էր, այդ օրը ավտոբուսում ձեռքը մցրել էր ինչ-որ մեկի գրպանը։ Եվ բռնեցրել էին, ծեծել, մցրել, քաղմաս, վերջը խնդրեցինք, բացատրեցինք, ման այսպես, հասկացան նվազագույն պատժով, այդ մարդը դուրս եկավ։ Բերեցինք, հիմա տղան արտասվում է, դե հորը մի երկու մուշտի են տվել, հաչուձախ, ասում է, պապ, ինչ տապակաս, ինչու արեցիր, հայրն էլ ալաց լինում, ասում է, ախր տղա ջան, ես գիտես չեմ անում, բայց ընենց հարմար ջեբ էր, ձեռս գնաց, հիմի ամբողջ խնդիր է, հետևյալ է, երբ մարդը իր էությամբ սովոր է աննորմալ փողեր աշխատել, ուզի չուզի ձեռքը պիտի գնա։ Ռուսաստանում չի լինի, Հայաստանում կլինի, դա բնավորություն է, ջեբը գրպանը հարմար է, ոնց է ձեռը գնում։ Ահա այս հայմայությունը կանեի Սամվել Կարապետյանի հետ կապված։ Այդպես ասած, պատահական չի, տեսեք, Սամվել Կարապետյանը միլիարդատեր է դարձել եւ ուրեմն իր լավագույն գործընկերներից մեկը Սաբրինինն է, Մոսկվայի հետ։ Իր բոլոր տենդերները հիմնականում ինքն է շահում։ Հայ ռուս գազարդի
տենդերները, որը պետք է Սամվել Կարապետյանին ինքն է շահում, կարող եք բացել ու տեսնել այդ ինֆորմացիաները։ Ավելին, ունի հովանավորներ ըստ խոսակցությունների եւ դրանցից ես անունը գրել եմ, ներքին գործերի Ռուսաստանի նախարար Կարակոլցևը Սամվել Կարապետյանի լավագույն մտերիմն է։ Ավելին, վերջինիս տղան Ալեքսանդր Կարակոլցևը մեծ գործընկերություն ունի Սամվել Կարապետյանի հետ։ Այսինքն մարդիկ ուսուսի տված, պետությունն ու մասնավորը իրար խառնած, փողեր շինելու վարպետ են։ Լավ, եկեք ընդունենք Սամվել Կարապետյանը եկավ ու Հայաստանում ընտրություններում հաղթեց։ Մի պահ, համարեք, դա հեքիաթ չի, դա իրականություն է։ Եկավ ու հաղթեց։ Անկախ է Սամվել Կարապետյանը, բնականաբար չէ։ Այդ բոլոր թելերով կապված է ռուսական, այսպես ասած, այդ մարդատյաց համակարգի հետ, իշխանական մարդատյաց համակարգի։ Բայց ես ձեզ ավելին ասեմ, այնինչ պլանավորել են ռուսները Սամվել Կարապետյանի եւ Քոչարյան Ռոբիկի եւ Էսիյանի հետ այդ ընդդիմություն կոչվածի հետ։ Տեսեք ինչ են պլանավորել։ Նախ, եթե դուք ուշադիր հետևում եք, այն Վաղարշակ Հարությունյանով, բանով ոչինչ չասող մարդիկ ու կուսակցությունները, որ արկել են կուսակցություններ, մարդ կուսակցություններ, իբր մասնակցում են ընտրություններին։ Ամենքը մի խոսափող վերցրած, ուրիշ ոչինչ չկա։ Ոչ լսող կա այդ մարդկանց, ոչ այսպես էլ ոչ ոք լուրջ չի ընդունում։ Արդ ինչու են տասնյակներով հավաքվել իրար կողմ։ Մի պարզ պատճառով։ Վերջում այդ ուժերը իբր որպես կուսակցություն, պաշտոնական, չգիտեմ, դեմքեր պիտի համարժեք աղմուկը բարձրացնեն։ Հիմի, եթե դիցուք Սամվել Կարապետյանը ընտրվեց, ինչ են անելու։ Վլադիմիր Պուտինը այս ժամանակ արդեն հանգիստ կխառնվի այդ գործին եւ ընդամենը կորոշեն Սամվել Կարապետյանը ինքն էլ թերևս գլխի չի ընկնում կամ չի պատկերացնում, որ այդ աստիճան իր հետ կարող են ստոր վարվել, բայց իմացեք, պարոն Կարապետյան, առաջարկը լինելու է հետեւյալը. միջև սահմանադրություն փոխվի SN-ը Հայաստանին վարչապետ է պետք։ Այդ վարչապետը կլինի Ռոբիկ Քոչարյանը։ Դուք չեք լինի։ Դուք այսօր ծախսում եք ձեր ձեռք բերած աշխատած, վաստակած, չգիտեմ ինչ արած փողերը, բայց վերջում արդյունքում, ինչպես ասում են, նաղդը Նիսիայի հետ չեն փոխելու, պիտի ասեն, հլաթող Ռոբիկն լի, միջև Սամվել ջան, տենանք ինչ ենք անում։ Սա այդպես է։ Քանզի Հայաստանի կայունություն է պետք։ Ինչու Ռոբիկը։ Այնուամենայնիվ, ասում են Վլադիմիր Պուտինը, այսպես զգացմունքային մարդ է, շատ է սիրում Ռոբիկին։ Տեսեք, Հիտլերը շուն էր սիրում։ Հիտլեր, մարդասպան, մեկը, բայց նա էլ շուն էր սիրում։ Սա էլ Քոչարյան Ռոբերտին է սիրում եւ իր համար ավելի վստահելի է Ռոբերտը իր տեսակով, քան ասենք Սամվել Կարապետյանը իր բիլիարդներով։ Ավելին, Պրագայում գույքեր ունի Սամվել Կարապետյանը, չգիտեմ, Ավստրիայում բանկ կա, որտեղ որի միջոցով ինքը կարողանում է մաքրել իր փողերը եւ ոչ միայն իր, այդ բոլոր ռուսական հարուստների, մեծահարուստների, այսինքն նրանց ասածը Սամվել Կարապետյանի համար չի կարող օրենք չլինել։ Դա էլ նշանակում է Սամվել Կարապետյանը այսօր ուխտին նստած կուզե անում, թե եկել եմ Հայաստանը, այս անեմ, այն անեմ, չկա այդ բանը։ Կա իջեցված առաջադրանք եւ Սամվել Կարապետյանը, եթե Հայաստանի համար մտահոգվող մարդ էր, շատ ավելի շուտ տարիներ առաջ մեկ անգամ կբարձրաձայներ, թե այս ինչ եք անում հայ ժողովրդի գլխին։ Ուրեմն մի պահ եկավ Սամվել Կարապետյանը այնքան էր
այսպես անհանգստացած, որ Ստեփանագերդի հիվանդանոցը ինքը սարքի, այն $20 միլիոն, որ համահայկական հիմնադրամով հայտարարեց, որ պիտի տա, նաև պայման դրեց, որ բայց ես եմ գալու, կառուցեմ։ Երբ ես փորձեցի ճշտել, այդ ինչն էր իրեն, այդպես հուզում, որ ինքը պիտի կառուցի այդ հիվանդանոցը, ասացին շեֆը գիտի, որ 20 միլիոնի 80%-ը իշխանությունները ատկատ են անելու, տակը մնալու է 20%-ը հիվանդանոց հավուր պատշաճի չի լինելու։ Եվ դրա համար ինքը որոշել է իր ձեռքով կառուցի եւ արդյունքում այդ հիվանդանոցը ոչ թե 20, այլ $28 միլիոն նստեց, հիմի թուրքերը ադրբեջանցիք վայելում են։ Սամվել Կարապետյանի կառուցած։ Այսինքն Սամվել Կարապետյանը որևէ անգամ ուղղակի չասած չմբոստացա, որտեվ չի կարող ըմբոստանալ։ Այդ միլիոններ, միլիարդներ աշխատելը տարբեր թելերով կապված լինելով իշխողների հետ, ուժայինների հետ, ուզի չուզի, ամեն ինչ պիտի աներ նրանց ասելով։ Ասել է ինձ այնդ կկտրես, կլռես, ինքը լռել է։ Կասեն գոռա, հիմա գոռում է։ Արդ բոլոր տեսակի Սամվել Կարապետյանները ինչ են ուզում մեր պետությունից։ Հայը թուրքին ասում է, քու աղոթելը չեմ ուզում, իմ ժամում կներեք, մի տարի։ Այնց էսպես։ Սամվել Կարապետյանը լավ կլիներ, եթե չի կարող օգնել ավելի բարձր արժեքային համակարգով, չմտներ, թևերը չքշտեր, փողկերը չբարձրացներ, չմտներ այն ջուրը, որտեղ ինքը անելիք չունի։ Եվ ընդհանրապես հեքիաթներ են պատմում կամ գուցե ճշմարտություն, գալիս են, հազարներով գալիս են, որ ընտրեն Սամոյին։ Մի բան ասեմ էլի, սիրելի, հարգելի, այդ սիրելի բառը Նիկոլ Փաշինյանն այնքան ասեց զզվելս գալիս է, հարգելի հայրենակիցներ։ Դուք ժամանակին կարողացաք գնալ ու գնացիք ու որոշեցիք ավելի լավ ապրել, ավելի շատ աշխատել, հալալ լինի ձեզ, հիմա ինչ եք ուզում, այս տառապած ժողովրդից, ում բոլոր իշխանավորները լլկելով ու խաբելով, ամեն ինչը կորցրին, ամենաթանկը զավակների կյանքը վտանգի տակ, մարդկային արժանապատվությունը տրորած, այդ փառահեղ հաղթանակից հետո այդ իշխող ստահակների ձեռամբ ուղղակի ոչնչացված, եսը տրորված, ծեծ կերած վիճակով։ Հիմա դուք մի հատ էլ գալիս եք որոշեք, որ ախպեր մեր Սամոյին պետք է ընտրենք, բա դուք խիղճ չունեք։ Բա այստեղի բնակվող մարդը, այստեղի ապրող մարդը, իր զավակին սահման ուղարկող մարդը, տարիներ շարունակ զավակ կորցրած ու անտեսված մարդը ձեր հայրենակիցը չի, ձերը հենց Սամվել Կարապետյանն է, կամ Գագիկ Ծառուկյանն է, կամ Ռոբիկ Քոչարյանն է։ Այդ նույն արցախցիք։ Ժողովուրդ, ինչն է ձեզ առաջնորդում։ Այնտեղ բանակը դարձրել էիք բիզնես կենտրոն։ Ամեն արցախցի գրեթե մի քանի ազնվից ներողություն եմ խնդրում։ Համակարգն էր պարտադրել իհարկե, խոսքը հասարակ ժողովրդին չէ։ Բոլորը գնում էին բանակից տուն տանելու։ Եվ այստեղ նույնն էր, եւ այնտեղ էր նույնը։ Այդ ամենի արդյունքում դուք տնավեր եղաք։ Այդ ամենի արդյունքում եւ այդ ամենի մեղավորը ձեր իսկ նախագահ կոչված Քոչարյան Ռոբիկներ, Սերժիկներ, դաշնակ պարագլուխներն էին եւ ձեր գլուխը կախ հացը տուն բերելը։ Ուրիշ ոչ մի արժեք 90% չդավանեցիք։ Հիմա ուզում եք այս Հայաստանն էլ կորցնեք, ասենք թե այն որ Ռուսաստանից են գալիս կամ այն որ այստեղ, լավ, որ կորցրեցիք։ Այն մի անգամ ինչ ասեցին, այսին դուրս եք գալու գորակ, վայ Ստեփանակերտ, իմ Ստեփանակերտ։ Հիմա էլ գնալու եք, այստեղ պղծելու եք, գնալու եք հետո Ռուսաստաններում ու Ամերիկաններում, վայ Հայաստան գորակ, եթե պես եք մտածում, բա հետո, բա որևէ այլ արժեք գոյություն չունի։ Սամվել Կարապետյանը հարուստ տղա է, ապե, միլիոն շինել, լավ արել, ոնց շինել է, էդ էլ իրանց խիղճը։ Բայց ինչ կապ ունի Հայաստանի հետ։ Կարող էր էլի ինչ որ բարի գործեր անել, եթե ուզում էր։
Բայց այդ բարի գործերը երբ ինքն անգամ ստիպված էր իշխանություններին ասել ես եմ այլ որ իմ փողը չուտեք ու մի անգամ 20-30 տարի իշխանություն էր ինքն էլ այդ իշխանությունների տալիս առնում էր մայամիններում բուրամուրա էր քշում եւ այլն այն ժամանակ այդ կաթողիկոս կոչվածին եւ մյուսին չեր ասում էս ինչ չեք անում իդեպ ինչ վերաբերվում է բարեգործությանը ասեմ էլի որ ունի բուն Սամվել Կարապետյանը հենց այդ լրագրողների պոչը տեսնում է կամ մրուտը տեսնում է իսկույն ես եմ արել ախր ես ձեր խոնար ծառան գնացի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծնկի եկա նստեցի քրքի շիրիմի կողքին կադրը տեսնում եք մի այսքան եւ հետո ասեցի հələ գնացեք Սարգիսով Գրիշի գերեզմանը տեսեք արյուծներ ու արտիվներ չգիտեմ ինչ խոսք ինչ բարեգործները ոչինչ չարեցին ոչ Շարլը իրեն պատեպատ տվեց ասեց ես եմ արել իսկ ինչ միայն Շարլի անունը հերիք էր մի ամբողջ աշխարհին ներկանալ լինելու ոչ քրքը ոչ մյուսները այս կրակն ընկանք մի կտոր հաց տվիկ ինչպես ասում են քթներիցս հանում եք արել եմ հետո մի քանիսն էլ կներեք կաթողիկոսի անունը տվեցի վայ Սամվելը պահում է հայ եկեղեցին ահա դուք տխմար չեք հո դուք անուղեղ չեք եկեղեցին հայ ժողովրդի ստեղծածն է եկեղեցականը ճշմարիտ պարտավոր է ծառայել հայ ժողովրդին այն որ անունը կաթողիկոս է 1000 ներողություն իմ դրան շանը ես նրա տեղը չէի նստացնի չկա այդպիսի կաթողիկոս Աստծուն խափած ու պղծած ու դուք բոլորը դա գիտեք այդ ինչ եք ձեզ պատեպատ տալիս ինչն եք պաշտպանում փոխարեն եկեղեցին նմանատիպ սրբապիղծ արարածներից այն որ ասում են ազատելու ձևը որոշենք ազգովի որոշենք շատ նուրբ որոշենք Նիկոլավարի չէ մի վայ Սամվել Կարապետյանը պաշտում է եկեղեցին չէ հա Այստեղ էլ եկեք Գաբրիել Սունդուկյանի Օսկան Պետրովիչը ընկինքում հիշենք, որ երբ Օսկան Պետրովիչն ընկնում է ընկինք, սատանիկը դեմն են դուրս գալիս ու ասում են ախպեր ենք։ Այս Օսկան Պետրովիչն ասում է դենը գնատոմե մույ, то ես քեզ ինչ ախպեր մեկ էլ տեսնում ես Սադայելը նստած է ասում է քու մենձութին ինձ քեին էսնի բերել։ Այս Սադայելն ասում է բաս մի տա որ օրենը 150 ջիգր աստուց է իր կանչում, համա ապրանքը տակիցը սաղացնում է իր։ Այս Օսկան Պետրովիչը ասում է վահ, այս որ դիանեն իմացել իր մտքի մեջ էլի, այս մեյմունները հետո շրջվում է դեպի Սադայելն ու ասում քումենձութինը սուտ են ասում, վրիս շարեն մոգոնել սատանեքը, այստեղ է որ Սադայելը ապշած նայում է դեմքին ու ասում սու, էստի էլ ես սուտ ասում։ Հիմի ժողովուրդ, հո խաչ անելով չի հոգիդ մաքրվում, հո մոն վառելով չի, քու գործունեությամբ է, քու իրական հավատով է, քու ազնվությամբ է, պատվիրանները պահելով ու չկեղծելով է, այդ միլիարդներն աշխատելուց քանի պատվիրան են պահել ախպեր տղերքը։ Ինչևէ, ամենայն հարգանք չասեմ, բայց ոչ էլ ուզում եմ կոպիտ խոսքեր ասել Սամվել Կարապետյանի հասցեին, բայց իրականությունը սա է եւ չգիտեմ ինչ է ուզում եւ ուր կարող է գնալ Սամվել Կարապետյանը արդեն մեխանիզմն ասացի հավատացեք ինձ եթե մի հրաշքով հաղթանակ լինի ապա մեխանիզմը այսպեսին է պրիբետ ռոբիկը կհայտնվի տեղում Սամվել Կարապետյանը կմնա ռուսերեն ասած в дураках ընտրությունը ձերն է կհանդիպենք